կազմակերպած միջոցառում նվիրված ընտանիքին։ Ընտանիքը սիրո, հարգանքի, հարգաժողովականության աղբյուր է, որի հիման վրա ձևավորվում է քաղաքակիրթ հասարակություն, առանց որ չի կարող գոյատևել մարդը։ Ընտանիքը որպես հասարակության տար եղել և մնում է մարդկային արժեքների մշակույթի պահպանողը։ Ընտանիքը բնութագրել ու խաչացնել։ Ընտանիքի շնորհիվ ամրանում ու զարգանում է պետությունը, աճում է ժողովրդի բարեկեցությունը։ Ընտանիք լինելով հասարակության բնական բջիջը, Հայաստանի Հանրապետությունում գտնվում է պետության, հովանավորության և պաշտպանության ներքո։ Լինելով ընտանիքում ես զգում եմ ավելի ապահով, ավելի ուժեղ և ընտանիքի հետ պատրաստ եմ նույնիսկ հաղթահարել ամենաբարդ փորձությունը կյանքում, որը տրված է վերուստ։ Միայն այն, որ ընտանիքով հավաքվում է սեղանի շուրջ ու խոսում ուրախ բաների մասին, դա կյանքի ամենամեծ երջանկությունն է։ Այսպիսով ապրելով ընտանիքում մենք վայելում ենք հոգատարություն, ջերմություն, սեր և հարգանք։ Այո, հարգանք։ Սա ամենակարևորն է ընտանեկան հարաբերություններում։ Ընտանիքը մի փոքրիկ մասնիկ է, որի շարունակությունը մենք ենք։ Ընտանիքը սիրո մի կողքի կանգուն է, որը սկիզբ է առնում կյանքը։ Ընտանիքը մեր ազատ դպրոցն է, որտեղ անցկացնում ենք օրվա մի մասը։ Հարազատ կրթօջախում մենք մեզ զգում ենք այնպես, ինչպես տանը։ Դու մեր դպրոց սիրասում, մեսոպախոր վարժարա, մեծանում է քո գրքում դասարանի դասարան։ Ընկեր Կարապետյանն ասում է մեզ, ձեզ յոթ սեր են պատկանում, նախ հայրենիք սիրեցեք, ուրիշ մեծ սեր չի լինում։ Ծնողներին սիրեցեք, նրանցից եք ծնվում դուք, և այլեզուն սիրեցեք, նրանով եք ծնվում դուք։ Պետությունը սիրեցեք, մարդ կպահի նամից ձեզ, ազնվություն սիրեցեք, մարդ կպահի նամից ձեզ։ Մի սիրեցեք աշխատանքն ու մեծարվեր սիրեցեք, և այս հավեր լուսնի տակ մեկին հավեր սիրեցեք։ Ես հասմիկն եմ ուզում եմ պատմել մեր ընտանիքի մասին։ Մեր ընտանիքը բաղկացած է 5 անձից, հայրս, մայրս, քույրս և ես։ Եվ բոլորովին վերջերս մեր ընտանիքը համարվեց ևս մեկով, ծնվեց իմ փոքրիկ եղբայրը Արեգը։ Կարծում եմ, որ մեր ընտանիքը դարձավ ավելի ամուր և երջանիկ։ Սիրում եմ ձեզ բոլորիդ։ Ես Արսեն եմ, շատ եմ սիրում ծնողներին, քույրիկի տատիկներին ու պապիկներին։ Մեր ընտանիքում իշխում է բարությունը, հասնությունը, հարգանքը միմյանց հանդեպ։ Արսեն, գիտես, ես կարծում եմ, որ ընտանիքը ամենից առաջ մեր հայրենիքն է։ Հայրենիք ասելիս հասկանում եմ իմ ընտանիքի ամրությունը, իմ բնորանը, իմ շրջապատող մարդկանց համերաշխությունը և վերջապես իմ պետությունը։ Բիբլիական Արարատի հայացքի ներքո տարի շարունակ ապրել էր մի սուրբ ժողովուրդ, որն առաջին ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Հայաստանը մեր անուն է, ազգանուն է, մեզ ուժ տվող զորություն է։ Հայ ժողովուրդը իր դարավոր պատմության մեջ երբեք դուր թշնամի չի ունեցել։ Ժողովուրդ, որին եթե ուշադրություն եք դարձրել, ապա դա եղել է ճանապարհի ամենասկզբին։ Ճակատագիրը դառնցրել ու մարդկային ամեն տեսակ զրկանքները նրա շալակն են տվել ու ասել. ապրի թե կարող ես, քայլի թե կարող ես։ Եվ նա ապրել է, այն էլ ինչպես, քայլել է, այն էլ ինչպես։ Ապրել ենք հավատքով, վաստատել ապրելու մեր իրավունքը, կոտորվել ենք ու ժառանգել մի ափ Հայաստան ու մի մեծ ջուր, ոչ, փոքր չէ Հայաստանը, փոքր երկիրը չի կարող մեծ պատմություն ունենալ։ Հազարամյակների խորքից են գալիս, դարեր են ծնել, բերդեր, ամրոցներ, վանքեր ու խաչքարեր։ Այդ ամենը վկայում է այն, որ չի կարող բծանվել մի երկիր, որի ժողովուրդն ունի ապրելու կամք, հավատք, սեր և հավերժության իր խորհրդանիշը։ Հավատքը
ունեցավ ողբերգական հետևակներ։ Հայրենիք պահողն ու պաշտպանող զինվորն է, հայրենիքի հուսն ու պատիվ զինվորն է, հայ զինվորն ունի անպարտելի ոգի։ Մենք մտքի արարման ու խաղաղության ժողովուրդն ենք։ Շնորհակալ եմ քեզ, իմ հայ զինվոր, դու ես պաշտպանը բոլորիս, հսկում ես սահմանը գիշեր ու զօր, մեզ հավատը հույս տալիս, թող մեր երկիրը խաղաղ լինի, ի զինվորը հասնի տուն, որ մենք անհոգ խաղանք երի ու ամեն մայր գրկի որդուն։ Մեր զինվորը չի ուզում պատերազմ, հարկ հաց երկած դեպքում նա հայրենիքի համար կտա ամենաթանկը, կյանքը։ Հերոսները չեն մահանում, նրանք դառնում են հավերժի ճամփորդ, օստանում են հիշել բոլորի անուն առանուն, հիշել մեծ սիրով, հիշել անգնացակով, հիշել հպարտությամբ։ Մենք գիտենք, որ դա անկասներին պետք չէ, բայց ապրողներին շատ է հարկավոր, հազար փառք նրանց հազար խոնարհում։ Հազար փառք նրանց հազար խոնարհում։ Եվ նրանք, ովքեր մի օր պիտի գան, թող որ իմանան, որ իրենց բաժակ գալիքի համար ընկել են կռվում տղաները ջահել, որոնց հոգու մեջ ցորքն է աստղերի, որոնք սիրում էին ծաղկունքը գազան և իրենց հայրենի հողը սրբազան, սիրում էին կյանքը կյանքից ավելի։ Հիշեցեք նրանց, այն նրանք են ձեր կյանքը փրկում, այն էլ ինչ գնով, հիշեցեք նրանց։ Մենք բոլորը մեզ նահատ
Դասանում էի առանց հասկանալու, հետո ընկալեցի և սկսեցի հայրենիքս համեմատել մորս հետ, հայրենիքը մայրս է։ Ինչպես հարն է կյանք դարի ծաղկի, ժպտում է արդ, որ նա միս ծաղկի, այնպես ինձ նելու կյանք է տվել իմ հայրենիք անուշ մայրիկը։ Առատ են արեսելն ու բարիքը, վանիշ տապրի ես բարիքը, ինձ սիրոսնելու կյանքն է տվել իմ հայրենիք անուշ մայրիկը։ Մայական շպիտ դուք են քոշուրով և փափուկ, ինչպես աղադու փետու, դու երկակի պես հասխալի, սուխոր և արևի պես տակ ու լուսավոր։ Մայրիկիս կողքին ես ուժեղ եմ, նրա գրկում միշտ անմեղ, նրա սիրով միշտ վարված, այս աշխարհում ապահով եմ, նա իմ այրն է, իմ գարունը, ինձ համար շատ սիրուն է, նրա բարին ժուժուպիտը իմն է դարձնում ողջ աշխարհը։ մեր բոլոր նախաձեռնությունները։ Տատիկիս մաշված գոգնոցից համել մի բույր է գալիս, մեզ այնպես է դուր գալիս, գրպանները մրգովի, նա ժպտալով բոլորին, չիրուչամիչ է տալիս, և օրնում է գթասերտ թորնիկներին սիրելի։ Ծերացել է իմ տատին, վեճ կթեքվել է այնքան, ես ասում եմ տատիկին, մի մնացին, տատի ջան, կմեծանամ ես շուտով և օդաչու կլինեմ, ուր որ գնում ես, ոտքով ինքնաթիռով կտանեմ։ Հայը տանիքներն առանց տանում են իրենց հարգանքով ու սիրով դեպի տան մեծերը։ Տատը սուրահատուկ աշխուժության տեր կին է, հայ կնոջը հատուկ բնավորությամբ, սիրում եմ քեզ տատիկ ջան։ Հա հասկացա, հիմա հասկացա, թե ինչու է երբեմն ընկեր Կարապետյանն ասում, որ մենք մեր ընտանիքի հայերին ենք։
Հաճախ է հայրս ինձ ասում, գլուխդ սառը բայր, սիրտդ սակայն տակ, ձեռքդ բաց բայր, ճակատը տպատ, աչքդ չոր բայր, հայացքդ հանդար, որ խաղաղ ասնես քո բարի ճամփան։ Խոսելով հայրիկների մասին, ինչպես չհիշենք մեր սիրելի պապիկների։ Եթե նավակում պապիկ մրցույթ հայտարարեր, ապա այն պապիկը կգրավեր պատվավոր առաջին տեղը։ Նա աշխարհի ամենաբարի, ամենախելացի պապիկն է։ Սիրում եմ քեզ պապիկ ջան եւ հպարտանում քեզ դրով։ Իմ պապիկի գործին երբեք պետք չկա։ Նա թերթ է կարդում, գնում է շուկա, ամեն առավոտ ճիշտ 8-ին դպրոց է տանում ինձ ու քուրիկին։ Ես մեր տան արքան եմ, իսկ քույրս Թագուհին։ Ես մեր տանն ուժն եմ, իսկ քույրս գեղեցկությունը։ Ես մեր տանը պարտություն եմ, իսկ քույրս համեստությունը։ Մինչև դուք ֆայլում եք մեր դասարանի գեղեցկուհիների պարը, մենք պատրաստեցինք մի փոքրիկ բեմակարացում, խնդրեմ սիրով ձեզ եք ներկայացնում օջախի հիմքը բեմադրությունը։ Հայաստանի 5 գյուղերից մեկում տատիկին առավոտյան դուրս է գալիս տան 4 կողմը մաքրելու և տեսնում է, որ 3 ծերունի են կանգնած, երկար ոնցներով ու բարի դեմքերով։ Համեցեք տուն, յուր կլինեք։ Բարի տիրուհի, ամուսինը տանն է։ Չէ, բայց դուք եկեք կհանգստանաք, ճաշեք մինչև ամուսինս գա։ Չէ, աղջիկյան, մենք կսպասենք մինչև ամուսինս գա։ Կինը ներս է մտնում, հարցի է տան գործերով զբաղվում ու մոռանում ծերունիների մասին։ Երեկոյան ամուսինը հոգնած վերադառնում է դաշտից։ Երբ սեղան է մտնում ճաշելու համար, կին հիշում է, որ ծերունիները դեռ դրսում են։ Այմա, առավոտվային 3 ծերունիներ տան մոտ են կանգնած։ Հրավիրեցի տուն չեկա։ Այ կնի, նունասուն է, հրավիր թղթում գան։ Համեցեք տուն, ամուսինս արդեն տանն է։ Մեզանից միայն մեկը կարող է ներս գալ, մեկ սրբեր ենք, մեկը սեն է, մյուսը հաջողությունը, իսկ ես հարստությունը։ Այմա, ծերունիները սուրբ են, նրանցից ամենը մի բան է խորհրդանշում, հարստություն, հաջողություն, սեր, նրանցից միայն մեկը կարող է գալ մեր տուն, եթե կար չէ։ Այ կնի, վախնազի իր ոտով մեր դուրն է եկել, արի հարստություն կանչենք ու մարդավայել ապրել։ Ավելի լավ չի լինի հաջողությունը կանչեք, օտարության մեջ որդի ունենք։ Թող ասած լինի։ Հայրիկ, մայրիկ, ինչ կլինի, սերը կանչեք, թող սերը գա։ Մարդուկին իրար է նայում, հարսին է նայում, կինը դուրս գալով դիմում է ծերունիներին։ Մենք սերն ընտրեցինք, թող սերը գա մեր տուն։
Սիրով ստեղծված ամեն բան գեղեցիկ է հիասքանչ։ Սիրով ծծմում ընտանիքը, ընտանիքը մարդ քույրի զարգացման հիմքն է, ընտանիքից ու սիրով ծծմում երեխաները, որոնք կյանքի շարունակությունն են։ Ուրեմն եկեք պահենք ու պահպանենք մեր ընտանիքը։ Մայիսի 15-ը նշում է որպես ընտանիքի միջազգային օր։ Ես եւ իմ աշակերտները ուզում ենք մեր խորի երախտագիտությունը հայտնել բոլորին, որ ձեր թանկ ժամանակից տրամադրեցիք, ներկա գտնվեցիք մեր միջոցառմանը, հուսով ենք ձեզ հաճելի րոպեներ պարգևեցինք եւ իմ խորի երախտագիտությունը մեր հարգելի Տիկին Ընկերզադոյանին, շնորհակալ ենք ձեր խրախուսանքի, աջակցության համար, որ մեր միջոցառումը այսօր կայացավ։ Հուսով եմ կարողացանք մեր խոսքը տեղ հասցնել եւ սրանով ես եւ իմ աշակերտները եւս մեկ անգամ
ուզում էինք ասել, որ ուժեղ հայրենիքի պետության հիմքում ուժեղ ընտանիքն է, ինչպես ասում են, ուժեղ է ընտանիքը, ուժեղ է հայրենիքը։ Շնորհակալ ենք շատ։ Դուք այսօր այս երեխաների հետ միասին, մեր դպրոցի սաների հետ միասին, մեր օրը տոն դարձրեցիք։ Ապրեք, շնորհակալ եմ, շնորհավորում եմ ձեզ, Ինգեր Կարապետյան, որովհետև սա ձեր առաջին բեմական միջոցառումն էր և ստացված միջոցառումն էր։ Շնորհակալություն բոլոր այն ծնողներին, ովքեր երեխեքից ավելի ոգևորված էին, այստեղ ծափահարում են, մենք նույնպես։ Հուսառատ էր, Ինգեր Վարդանյանն ասում էր, այնքան ուրախ միջոցառում է, քիչ էր մնում ասեի, բա ամեն դեպքում շատ ճիշտ էր ընտրված, և նախաբանը, և կուլմինացիան, ապրեք երեխեք ջան, շատ լավ եք երգում, շատ լավ եք ասում, բայց ամենակարևոր բանը, որ ընտրված էր ձեր թեման, ընտանիքը սյունն է հայրենիքի, յուրաքանչյուր ամուր ընտանիք, ամուր հայրենիք է ունենում։ Եվ ես հավատացած եմ, որ այս երեխաները ապրում են այնպիսի ընտանիքում, որտեղ կա սեր, ջերմություն, մեկ էլ ինչ երեխեք, հարստություն, հաջողություն և սեր, բոլորի ընտանիքներում թող թևածի սերը, հաջողությունը և հավատարմությունը։ Շնորհավորում եմ բոլորին։